չզեկուցվող հարցերի փաթեթը նույնպես հաստատված է, պետք է անցնենք օրակարգի առաջին զեկուցվող հարցի քննարկմանը, որը 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին է։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, խնդրեմ պարոն Պապոյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին կարկուտի հաճախականությունը եւ ինտենսիվությունը բավականին մեծացել է, որի հետ կապված մեծ վնասներ են հասցվում գյուղատնտեսությանը։ Մասնավորապես 24 թվականին կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանկատարությունները եւ այգետարածքները կազմել են մոտ 13000 հեկտար, իսկ 25 թվականին ավելի քան 11800 հեկտար։ 20 թվականից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ բնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր։ 25 թվականին կառավարությունը ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը, սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80%-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին փոխհատուցելով վնասաբերության 200% գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում եւս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարգտապաշտպան ցանցերի ներդրմանը վարկային եւ փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարգտապաշտպան ցանցերը։ Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 24 թվականից, այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է եւ 24 եւ 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանկատարություններում եւ այգետարածքներում կարկուտի հաստված վնասը կազմել է 40-ից 100%։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։ Նախագծով սահմանվում է նաև, որ այն ֆերմերները, որոնք արդեն կառավարության կողմից ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսի մշակության համար 24-25 թվականներին, այդ ֆերմերները չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար։ Որպեսզի հանրության համար պարզ լինի փոխհատուցվող գումարի շրջանակը մի քանի օրինակով ներկայացնեմ։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301840 դրամ, կարտոֆիլը 446950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130900 դրամ, աշնանացանցորենը 55328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները եւ ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները եւ ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավացման նպատակով ներկայումս Կենտրոնական բանկի ակտիվ համակարգմամբ տարբեր միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվում են քննարկումներ եւ ուսումնասիրություններ, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 24 եւ 25 թվականներին կիրառելիության խնդիր է արձանագրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Մի քանի հիմնական դիտարկումներ ըստ ձեր կողմից ներկայացված եկուցման, պատճառը թե մենք ինչու ենք 2024 եւ 2025 թվականների համար կարկուտի հասցրած վնասների հատուցում նախատեսում, մասնակի հատուցում, այն է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերից ապահովագրության համակարգը ունեցել է որոշակի խնդիրներ, ինչը ակնհայտ է դարձրել, որ 2024 եւ 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել մեր գյուղացիական տնտեսությունների համար։ Եվ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեն եւ մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեն, դեռևս նախորդ տարի, բայց այս տարվա սկզբին հատկապես ինտենսիվությամբ Կենտրոնական բանկը եւ կառավարությունը աշխատում են, որպեսզի այդ
համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի գործարկել նորացված արդյունավետ համակարգ եւ մենք վերադառնանք ապահովագրական համակարգին։ Սա ես հստակորեն ուզում եմ նշել, որ նաեւ մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ մենք կհայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որոնք ընձեռում է ապահովագրական համակարգը եւ մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները դիմում են նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, երբ որ տարվա ընթացքում կամ կարկուտը կամ երաշտը կամ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն։ Դրանք տեղի կունենան, կլինի նաև համապատասխան հատուցում։ Այստեղ հիմա շատ կարևոր է դառնում այն հանգամանքը, թե մենք ուր ենք հասել այդ նոր համակարգը մշակելու ուղղությամբ, որովհետև 2026 թվականը արդեն հեռու չէ եւ երբ որ մենք հայտարարենք այդ համակարգը գործարկելու մասին, մարդիկ պետք է նաեւ բավարար ժամանակ ունենան հասկանալու համար, թե դա ինչպես է գործելու եւ որպեսզի մեր գործարկած համակարգ ունենա համապատասխան նաեւ դիմելիություն եւ օգուտներ։ Կխնդրեմ պարզաբանեք, գիտեմ, որ Կենտրոնական բանկի հետ վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն քննարկում եք այդ հարցերը, պարզաբանեք նաեւ, թե մենք ինչ կարող ենք սպասել մինչեւ այս տարեվերջ եւ եկող տարվա սկզբին մասնավորապես, որ վերադառնանք այդ առավել կարգավորված մեխանիզմներին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Քանի որ Կենտրոնական բանկի համակարգման պետ թերևս ավելի մանրամասն պարոն Ուրբեկյանը կասի, բայց նախնական նշեմ, որ հիմա իսպանական եւ թուրքական փորձն է ուսումնասիրվում, որը համարվում է եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկը գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում եւ այստեղ ունենք եւ լավ լուր եւ վատ լուր, հա, այսպես ասենք, լավ լուրը նա է, որ կա կանխատեսելի մեխանիզմներ, մեթոդաբանություն, որը դա եւ հնարավորություն, որ մենք դա կունենանք ու գործընկերներն են ասում, բայց վատն է, որ թերևս դա ամբողջ ծավալով կարողանանք 27 թվականից անենք, բայց փորձում ենք հիմա ինչ որ ձևով 26 թվականի համար եւս լուծում տանք։ Պարոն Ուրբեկյան, խնդրեմ, ինչ ունեք լրացնելու։ Պարոն Խաչատրյան, ինչպես պարոն նախարարը նշեց, իսկապես այս ապահովագրությունը լուրջ ներդրումներ է ենթակառուցվածքների տեսքով ենթադրում, քանի որ մենք երբ որ խոսում էինք անցած տարի նոր համակարգի ներդրման մասին, մենք պայմանավորվել ենք, որպեսզի ինստիտուցիոնալ ճիշտ ձևով այս ամեն ինչը անենք։ Նաև հենց այս դեպքերի մասին, երբ որ մենք խոսում էինք հանդիպումներից մեկի ընթացքում կարգտահարության, ես վիճակագրություն նշեցի, որ փաստացի մի քանի տարի եթե նայում ենք, այդտեղ վնասաբերությունը 250-300% է։ Դա նշանակում է, թե ինչ-որ մի բանի վնասաբերությունը 4-5 տարի 250-300% է, դա ապահովագրվող ռիսկ չի, որտեղ ապահովագրության իմաստն այն է, որ մի տարի 50% լինի, մյուս տարի 150% լինի եւ միջինում ապահովագրականները կարողանան այդ ռիսկը ստանձնել։ Ինչու եմ այս օրինակը բերում, որ մենք այդտեղ հաշվարկների փաստացի ապահովագրության ծածկույթի հետ կապված լուրջ ներդրումների կարիք ունենք, ինչով հիմա զբաղվում ենք։ Ինչպես պարոն Պապայանը նշեց, մենք երկու մոդել ենք դիտարկում, աշխարհում լավագույն երկու մոդելները դա ըստ էության իսպանական Agroseguro-ի մոդելն է եւ թուրքական Tarsim-ի, որը ըստ էության էլի իսպանացիներից է հիմնականում ոգեշնչվել այդ երկրորդ մոդելը եւ ակնհայտ են, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք, մասնավորապես օրինակ այսպես կոչված ապահովագրական փուլի գաղափարն է, որը այսօր մեր օրենսդրության մեջ չկա, դա պետք է ներմուծենք։ Իմաստն այն է, որ ապահովագրականները միասին ռիսկ են ստանձնում ամբողջությամբ, այլ ոչ թե ապահովագրականները առանձին, որը որ ռիսկերի բաշխման տեսանկյունից ապահովագրական ընկերությունների համար շատ ավելի կանխատեսելի է։ Հիմա այդ կան շատ լուրջ խնդիրներ վիճակագրության հետ կապված, հողերի ռեեստրի հետ կապված, այսինքն թե որ հողատարածքը ով է օգտագործում ինչ նպատակով, այսինքն բավականին լայն աշխատանքների սպեկտր կա։ Մեր նպատակը այն է, որ մենք 2026 թվականի համար կառավարության էական սուբսիդավորմամբ ինչ որ բան սկսենք, որպեսզի կապը չկորի, շարունակականությունը մնա, իսկ զուգահեռ մեր միջազգային գործընկերների հետ հենց 27 թվականի համար էլի սկսենք ավելի լուրջ ինստիտուցիոնալ ներդրումներով նոր համակարգի գործարկումը, բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, չծանրաբեռնեմ այս պահին, բայց գլոբալ առումով դա է մեր հիմնական աշխատանքային պլանը։ Շնորհակալություն։ Պարոն Ուրբեկյան, նույնիսկ դիմում ես ձեզ նաև, որ որքան հնարավոր է համակարգի հիմնական պարամետրերի վերաբերյալ որոշումները արագացնենք,
որ այն պոտենցիալ շահառուները, ովքեր կարող են լինել համակարգի մասնակից, նախապես տեղեկացված են համակարգի հիմնական չափորոշիչներին եւ արտահայտեն իրենց կամքը, ունենան այդպիսի հնարավորություն։ Իսկ ձեզ հետ համաձայն եմ, որ եթե 2026 թվականին այդ համակարգը գործարկելու համար հիմնական անորոշությունը կմնա այն, թե մեր ռիսկերը ապահովագրական վճար, ապահովագրական հատուցում հարաբերակցության մեջ որքան կարող են լինել համակարգի երկարաժամկետ կայանության միջակայքում կամ միջավայրում զարգացնելու համար կարող ենք 2026 թվականի համար, ինչպես դուք նշեցիք, արդեն կառավարության աջակցության չափը համեմատաբար ավելի մեծ կշռով նախատեսել, հետո արդեն ժամանակի ընթացքում հասկանալ, թե ինչպես այն պետք է ճշգրտվի ավելի ճիշտ երկարաժամկետ արդյունքների հասնելու համար։ Հետևաբար նորից ուզում եմ առաջարկել, որ այս հարցը պահեք ձեր ուշադրության կենտրոնում էկոնոմիկայի նախարարության հետ եւ մինչեւ տարեվերջ մենք կարողանանք ամփոփել, թե ինչպես պետք է առնվազն 1-2 ռիսկի մասով, իսկ դա կարող է լինել կարկուտը, կարող է հնարավոր է նաեւ լինել այգիների համար կամ չգիտեմ, այնպիսի առանձին վերծված ուղղությունների համար, որոնք առավել հասկանալի են եւ կանխատեսելի, հետո նաեւ, ինչպես դուք ասացիք, 2027 թվականի համար արդեն հասնել ավելի ընդհանրական համակարգի ներդրման։ Խնդրեմ, պարոն Նուրբեկյան։ Շնորհակալություն, այո, իհարկե մենք հենց երեկել թուրքական տարսիմի հետ էինք խոսում, որպեսզի իրենց փորձը հասկանայինք։ Ես ուզում եմ մի քիչ բովանդակային մի քանի բան ասեմ, որպեսզի ընդհանուր մեր հանրության համար հասկանալի լինի, թե որոնք են կարևոր որոշման կետերը, որովհետև Կենտրոնական բանկը նախաձեռնել է, որ մենք կառավարության հետ մի քանի կարևոր որոշումներ կայացնենք։ Օրինակ, մեր հիմնական խորհրդատուները ասում են, որ մեր մոտ ամենամեծ խնդիրներից մեկը ապահովագրության ոլորտում այսպես կոչված անտիսելեկցիան է։ Ինչն է իմաստը, որ քանի որ շատ դեպքերում ֆերմերները գիտեն, թե որտեղ է ավելի մեծ ռիսկ, որտեղ իրանք որ տեսնում են ամեն տարի նույն տեղը էական ռիսկ է լինում եւ այդտեղ համարյա 95-ից 100% հավանականությամբ խնդիր է առաջանալու, իրենք իրենց մի քանի հողատարածքներից ընտրում են միայն դա են ապահովագրում, փաստացի ապահովագրական համակարգը մեծ վնասներ է կրում, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը ապահովագրության խախտվում։ Օրինակ առաջարկներից մեկն այն է, որ գյուղացին չկարողանա ընտրել, եթե ինքը որոշում է, որ ինչ-որ բան պետք է ապահովագրի, ապա ինքը պետք է իր բոլոր ապահովագրական բոլոր հողակտորները ապահովագրի։ Կամ որոշակի մեծ ռիսկեր, ինչպես դուք նշեցիք, օրինակ մեր մոտ շատ խիստ կենտրոնացում կա կոնկրետ բուսատեսակների հետ կապված, որ ապահովագրությունը ամենաշատը այդտեղ է լինում, հենց իմ ասած տրամաբանությունից ելնելով, այդտեղ եւս կենտրոնացումներից խուսափելու առաջարկներ կա, այսինքն այսպիսի բովանդակային հարցեր կա, որ մենք պետք է միասին որոշենք, որպեսզի գնանք առաջ եւ դրանից հետո բնականաբար արդեն կոմունիկացիան պետք է ապահովի, բայց մենք ունենք նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնություն, որ այս տարի գոնե 26 թվականի համար սուբսիդիաների չափի հետ կապված աշխատանքը շուտ սկսենք, որպեսզի գործընթացը լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նուրբեկյան։ Պարոն Պապայան, դուք քանի որ նշեցիք, որ այս մեր որոշումը վերաբերում է նաեւ 2024 թվականի ընթացքում կարկուտի հասցրած վնասների մասնակի հատուցմանը, ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ փաստացի գույքագրված է կամ արձանագրված է այն իրավիճակը, որ վերաբերում է 2024 թվականին եւ այն, որ դուք նշեցիք մինչև 2025 թվականի հոկտեմբերի ավարտը պետք է դիմումները հավաքվեն եւ դրանք մշակվեն, այդ ամենը տեղի ունենալու անցյալում կազմված փաստացի հանձնաժողովների աշխատանքի վրա, որոնք որ եղել են համայնքային, մարզային, այսինքն մենք ըստ էության կուտակված տեղեկատվությունն ենք, որը հիմք է հանդիսանում այս փոխհատուցման աջակցությունը տեղ հասցնելու համար, պետք է այն վարչահարական աշխատանքը կազմակերպվի, որ փաստաթղթավորում է պատշաճ ձևով եւ հետո դրա հիման վրա արդեն նախարարությունը մարզպետարանների եւ ապա համայնքների համար հասանելի կդարձնեն դրամական միջոցները, որոնք պետք է Հիմնական վայրը եղել է Արմավիրի եւ Լոռու մարզերը 25 թվականին, Արարատի եւ Արագածոտնի մարզերը, բայց իհարկե կար նաեւ Արմավիրի Լոռու դեպքում որոշակի խաչվող մասեր եւ այս տվյալները ամբողջովին նախկինում մարզպետարանների կողմից հավաքագրվել է մեր եւ այդ տվյալների հիման վրա մենք որոշակի բնականաբար բանաձևեր են կիրառել, որոշակի ճշգրտումներ են արել եւ նաեւ մեր ունեցած հնարավորությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ արդյունավետ բաշխենք։
Եվ իմ վերջին հարցը կապակցությամբ սա այն մեխանիզմն է, որով մենք նախատեսում ենք խնդիրը կարգավորել, բայց ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առանձին լրացուցիչ որոշում պետք է կայացնենք եւ եթե այո, ապա երբ ենք նախատեսում դա անել։ Մենք իհարկե մոտավոր պատկերացում ունենք, ինչի մասին է խոսքը, այստեղ 2 միլիարդ դրամից մի փոքր ավելի ընդհանրում ենք, բայց եւ ունենք նաեւ ծրագիր, որի տակ կա գումար, այսինքն որոշակի գումար մենք ունենք, որը պետք է ապահովագրության համար այսպես թե այնպես ծախսենք, բայց իմ նշած պատճառով արդեն չենք ծախսել, երբ որ վերջնական արդեն կլինի նաև պարզ կլինի թե ինչքան լրացուցիչ գումար է պետք, արդեն հիմա այս պահին մենք նայում ենք, այսպես ասած տնային աշխատանք ենք անում, թե մեր նախարարության որ տողերից ինչպես կարող ենք, ինչ գումարներ կա, որ հնարավոր է չկարողանանք մինչև տարեվերջ ծախսենք, այսինքն կլինի խնայողություններ, դրանք բերենք, հավաքագրենք, որպեսզի փորձենք նաև մեր միջոցներով այս ամբողջ process-ը առաջ տանենք։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Հարցեր, հարգելի գործընկերներ, չկան, ովքեր են դեմ զեկուցված հարցը հաստատելուն։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է, անցնում ենք օրակարգի հաջորդ զեկուցվող հարցի քննարկմանը Հայաստանի Հանրապետության 2020